Էրեբունի Երևան տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումը դարձյալ Factory Production ընկերությունն է իրականացրել կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։ Factor TV-ն այս մասին տեղեկանում է գնումների պետական համակարգից։ Երևանի քաղաքապետարանը ընկերությանը վճարել է 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ $865,000։ Ուշագրավ է, որ տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 11-ից, բայց ծառայությունների մատուցման պայմանագիրը ըստ համակարգի կնքվել է հոկտեմբերի 24-ին։ Factory Production ընկերությունը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։ Տոնակատարություններն անփոփոխ եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Թաթա Սիմոնյանը և Լյուբով Ուսպենսկայան։ Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց, դեռ հայտնի չէ։ Մենք հոկտեմբերի 1-ին գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, սակայն պատասխանը դեռ չենք ստացել։ Նշենք, որ անցյալ տարի Էրեբունի Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը ևս Factory Production-ն էր։ Իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն Factory Production ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են Charm Holdings ՍՊԸ-ում հանրային հեռուստաընկերությունում։ Factory Production-ը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։